Վարչապետը կառավարությունում տվեց այս տարվա առաջին ճեպազրույցը։ Թույլ տվեք շնորհավորել ձեր եւ ձեր ընտանիքի անդամների ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ իմ լավագույն մաղթանքները հղել։ Ապա Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի էլեկտրական ցանցերում ստեղծված իրավիճակին, նաև հոսանքազրկումներին եւ նշեց, որ ՀԵՑ-ը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները եւ եթե կառավարությունը վերջին ամիսներին միջամտություն չունենար, իրավիճակը 3 անգամ ավելի վատը կլիներ։ Այն փաստը, որ մարդիկ եղել են մարդիկ, որ ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որ նախորդիվ շրջանում իրականացվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում։ Վարչապետը նաև կասկած հայտնեց, որ խնդիրները կարող էին միտումնավոր ստեղծվել Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար, ապա խոսեց նաև համակարգում տիրող կոռուպցիայի մասին, հայտարարելով հետևյալը. Հայաստանի Հանրապետությունում մի ընտանիք չկա, որից ՀԵՑ-ը ձեր նշած անձանց կառավարման շրջանում փող չի գողացել, մի այդպիսի ընտանիք չկա, մի այդպիսի հիմնարկ չկա, մի այդպիսի մարդ չկա, մի հոգի, երևի մենակ իրանք իրանցից էլ ըստ ամենայնի գողացած կլինեն։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ եկեղեցու բարենորոգման խորհրդի առաջին նիստին, որն իր փոխանցմամբ տեղի է ունեցել վարչապետի կեցավայրում, եւ անդրադարձավ հարցին, թե ինչ է քննարկվել նիստի ժամանակ, ինչ են պատրաստվում անել առաջիկայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կաթողիկոսը չի պատրաստվում հեռանալ։ Ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ուներ, մետով է ասում, որ Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ։ Նույնն է Կտրիչ Ներսյանը ստիպված կլինի հեռանալ։ Բայց մենք դա էլ եմ ասում, ոնց որ արել ենք, դա մենք կանենք անցնցում քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով տոգորված։ Արդյոք այս ամենը հասարակության շրջանում պառակտման պատճառ չի դառնալու։ Պառակտումը վարչապետի խոսքով վաղուց է տեղի ունեցել, քանի որ Հայաստանի ժողովուրդը հեռացված է եկեղեցուց եւ ավելի պակաս կապ ունի իր եկեղեցու հետ, որովհետեւ եկեղեցու վերնախավի գործելակերպը Փաշինյանի գնահատմամբ հենց եկեղեցին մեկուսացնելն է ժողովրդից։ Այնինչ եկեղեցին առաջին հերթին ժողովրդի եկեղեցին է, ժողովրդի համար է, ուստի իրենց խնդիրն է վերականգնել ժողովրդի եւ եկեղեցու միասնությունը։ Իսկ 10 եպիսկոպոսների հետ հայտարարություն ստորագրելով արդյոք չի խախտվել սահմանադրական կարգը։ Վարչապետը մեղադրանքները որակեց փարիսեցիություն եւ հայտարարեց, որ դրանք որևէ հիմք չունեն։ 63-րդ Սաղմոս այդ հարցի պատասխանը տալիս է, որտեղ ասում է անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող շարունակեն փնտրել եւ քննել, եւ նրանց բացի հոգնությունից ուրիշ ոչ մի բան չի սպասվում։ Սահմանազատման գործընթացը ներկայացվում է որպես խաղաղության գործիք, բայց հասարակության համար պարզ չէ դրա հաջորդ փուլը։ Կոնկրետ ինչ նոր շրջան է սպասվում Հայաստանին այս տարի։ Սահմանազատման գործընթացում գիտեք, որ հանդիպում տեղի է ունեցել եւ հիմա որոշակի աշխատանքային process-ներ են տեղի ունենում եւ պատեհ առիթով սահմանազատումը գործընթացը կշարունակվի։ Արդյոք ամբողջական սահմանազատումից հետո Հայաստանի Հանրապետության իշխան տարածքներից ինքնական դուրս գան ադրբեջանական զորքեր։ Սահմանազատման գործընթացը հենց դրա մասին է, որ ճշգրտվեն փոխադարձաբար ճանաչված տարածքները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Վարչապետը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում արձանագրված է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբունք, եւ դա պետք է իրագործվի։ Շնորհակալ։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։